Բնականաբար այս ամեն ինչից հետո պետք է մենք նորից երեքով հանդիպենք եւ այդ ծանր խոսակցությունը փորձենք, որովհետեւ ես առաջարկեցի, ոչ թե առաջարկեցի, հստակ հայտնեցի իմ կարծիքը այն մասին, որ անիմաստ է սա, այս ձևով շարունակելու մենք հարցին լուծում չենք կա։ Այդ մարդ ամեն անգամ երբ փորձում է իր կնոջ հետ կոնտակտ ունենալ, նա վեր է հիշում այդ պերեպիսկեկը։ Երևի տենց օր չկա, որ ինքը չի կարդում այդ պերեպիսկեկը, անընդհատ կարդում է եւ բացի կարդալուց ինքը նաև իր մեջ այդ ամեն ինչ ավելի ծաղկացնում, զարգացնում էր, փորձում էր իր երևակայությունների արդյունքում հասկանալ այդ դրա շարունակությունը ինչ էր լինելու։ Այդ շատ ահավոր է մարդու հոգեվիճակի վրա այդ ամեն ինչը ազդում։ Ես առաջարկեցի հանդիպել երեքով եւ զրուցել այդ հարցի շուրջ, որտեղ ինքը կատեգորիկ բացառեց, որ ինքը իր կնոջ հետ ասել չեմ կարող այս խոսակցությունում։ Մենք հանդիպեցինք երեքով եւ մի փոքր ես զրուցեցի, սկիզբը զրույցի տվեցի, որ ահա այսպեսի հարց եւ այլն, բան իրենց թողել եմ մենակ։ Ես գնացի սուրճ խմեմ, ճիշտ ասած։ Հա, դե ասեցի երևի գոնե մի ժամ պետք կլինի, որ իրանք զրուցեն։ Երկար իմ աշխատասենյակում ռեալ բան եմ ասում, զրուցել էին երկար։ Հիմա ասածս ինչու՞մն է։ Դեպքը պահանջում է պսիխոթերապևտիկ շատ լուրջ մոտեցում, այսպես ասեմ, շատ լուրջ մոտեցում, որովհետև սա իրավիճակ չի, որ մենք դեղորայք նշանակենք եւ խնդիրը կարգավորենք։ Մինչև չվերականգնվի վստահությունը միմյանց հանդեպ, չնայած կնոջ կողմից տենց ինչ-որ բան չկա, որ ինքը չի վստահում իր ամուսնուն, այստեղ խնդիրը հիմնականում Հարիի հետ էր կապված, որ բացարձակապես չէր այլևս վստահում, իր մոտ արդեն այդ մտքերը անդադ հանգիստ չէին տալիս, ինքը ուզում էր անդադ հետապնդել իր կնոջը, վերջ-վերջո այդ պահը բռնել, որ հա տես ապացույց էր ման գալիս մի բանի, որը չկար փաստացիորեն, էլի։ Հիմա բարդ աշխատանք ենք մենք իրականացնում, փորձելով վերականգնել մարդկանց միջև այդ փոխհարաբերությունները, փորձել վերականգնել վստահությունը, որ ինքը սկսի վստահել իր կնոջը, որովհետև նորից եմ կրկնում, սա այն դեպքը չի, որ ուղղակի նշանակես դեղորայք եւ հարցը լուծում ստանա։ Սա պահանջում է մանրակրկիտ աշխատանք, քրտնաջան աշխատանք։ Երևի թե մարդկային մասնագիտական ուժերի սահմանների դուրս նաև աշխատանք, որովհետև կասկածը այնպիսի բան է, որ այդ մի անգամ որ մտնում է մարդու մեջ, ես չգիտեմ, դա շատ դժվար է մարդու մեջից դուրս բերել էլի։ Ես կփորձեմ ձեզ ամիսներ անց տեղյակ պահել այս հետաքրքիր կլինիկական դեպքի ավարտի մասին։